Պատերազմ, որը տևեց 12 օր։ Հունիսի 13-ին առյուծի վերելք օպերացիայով Իսրայելը հարվածեց Իրանին։ Իրանն էլ պատասխանեց իրական խոստում 3-րդ գործողությամբ։ Հրթիռներ արձակվեցին։ Իսրայելն ունեցավ 28, Իրանը 865 զոհ։ Ըստ Իսրայելի, Իրանը մոտ էր միջուկային զենք ստանալուն։ ԱՄՆ-ն 10 օր անց հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանն էլ հրթիռներ արձակեց Քաթարում ԱՄՆ ռազմաբազաներին։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի գնահատմամբ այս պատերազմը պայմանավորվածությունների արդյունք էր։ Զարգերակ AM-ի հետ զրույցում նա ասաց, որ Իրանը գնացել է զիջումների եւ չի կարող հանդես գալ հաղթողի դիրքերից։ Կոնֆլիկտի իրական մոդերատորը ԱՄՆ-ն է։ Ըստ ԱՄՆ-ի Իսրայելի իրանական միջուկային ծրագիրը տարիներով հետ է մղվել։ Պատերազմին Պուտինի արձագանքն էր։ Իրանի դեմ ագրեսիան հիմք եւ արդարացում չունի։ Դավիթ Ստեփանյանի խոսքով էլ ԱՄՆ-ն մտավ խաղի մեջ, որ չմտներ Ռուսաստանը։ Հրադադարի լուրը հայտնեց Թրամփը։ Ըստ նրա, սա պատերազմ էր, որը կարող էր տարիներ տևել եւ կործանել ողջ մերձավոր արևելքը։ Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ մոտեցան ինձ եւ ասացին. «Խաղաղություն։ Ես գիտեի, որ ժամանակը հիմա է», ասել է Թրամփը։ Հրադադարից ժամեր անց Իսրայելը հայտարարեց, որ Իրանը հրթիռներ է արձակել, ինչը Իրանը հերքեց։ Ըստ քաղաքագետի, Իրանի եւ Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է։ Հայաստանի դեպքում էլ նշեց, որ եթե պատերազմը շարունակվի եւ Իրանը թուլանա, նա կարող է միջանցքի հարցում դիրքերը զիջել, սակայն այս պահին պատերազմի վտանգ չկա։